Միջազգային մեդիան մերձարևելյան տարածաշրջանի պատերազմը գնահատում է սառեցված։ Միացյալ Նահանգներ Իրան ռազմական բախումը վերածվում է տնտեսական առճակատման։ Հորմուզի նեղուցի արգելափակումը ճնշման արդյունավետ միջոց է։ Թրամփը պնդում է իրանական նավահանգիստների բլոկադան նույնպես հաջող է ընթանում։ Թեհրանը պետք է պարզապես հանձնվի։ Իրանի խորհրդարանի խոսնակ գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը ծաղրում է ամերիկյան բլոկադայի ռազմավարությունն ու նավթահորերը 3 օրում պայթեցնելու Թրամփի սպառնալիքը։ Անցել է 3 օր եւ ոչ մի նավթահոր չի պայթել։ Մենք կարող ենք այս ժամանակահատվածը երկարացնել մինչև 30 օր եւ ուղիղ եթերով հեռարձակել հորատանցքերի պատկերները։ Նման խորհուրդներն անհեթեթ են։ ԱՄՆ կառավարությունը դրանք ստանում է ֆինանսների նախարարի նման մարդկանցից, որոնք շրջափակման կողմնակից են։ Դրա հետևանքով նավթի գինը հատել է $120 սահմանը։ Հաջորդ կանգառը կլինի $140։ Ղալիբաֆի պնդմամբ խնդիրը ոչ միայն սխալ գաղափարներն են, այլև սխալ մտածելակերպը, կողմերը կարծես չեն լսում իրար։ Սպիտակ տունը կրկին երկարաձգում է նավահանգիստների արգելափակումը։ Բլոկադան հանճարեղ միտք է, շրջափակումը 100% արդարացված է, այն ցույց տվեց, թե որքան հզոր է մեր նավատորմը, մեր զինված ուժերի հզորությանը նույնիսկ մոտ ոչ մի բանակ չկա աշխարհում, մենք ոչնչացրել ենք Իրանի ռազմածովային, ցամաքային ու օդային ուժերը, նրանք այժմ պետք է մեկ բան ասեն, մենք հանձնվում ենք, երբեք չի լինի գործարք, եթե նրանք չհամաձայնեն, որ միջուկային զենք չեն ունենա։ Վաշինգտոնն անդադար խոսում է Թեհրանի հետ բանակցելու մասին, թեպետ չի հրաժարվում ռազմական ուժ կիրառելու մտքից։ Կենտրոնական հրամանատարությունը խնդրել է Dark Eagle հիպերձայնային հրթիռներ ուղարկել Մերձավոր Արևելք Իրանի դեմ հավանական կիրառման նպատակով, հայտնում է Bloomberg-ը։ Սա կլինի նահանգների հիպերձայնային հրթիռների տեղակայման առաջին դեպքը։ Ամերիկյան զինված ուժերը պնդում է, որ Իրանը բալիստիկ հրթիռների արձակման կայանքները տեղափոխել է երկրի խորքը, որոնք անհասանելի են դառնում ամերիկյան հրթիռների համար։ Մերձավոր Արևելքում պատերազմ հրահրելով նահանգները չի կարող խուսափել իր երկրին հաշվետվություն ներկայացնելուց։ Պատերազմի մեկնարկից ի վեր Միացյալ Նահանգների պատերազմի քարտուղարը կոնգրեսում կայացած լսումներում առաջին անգամ պատասխանում է այսպես ասած չափազանց անհարմար հարցերի։ Փիթ Հեքսեթի համար լարվածությունը շարունակվում է 6 ժամ։ Լսումներում նրան հանդիմանում են, պատերազմը նահանգներին թողել է այնտեղ, որտեղ գտնվում էր դրանից առաջ։ Սենատորները հետաքրքրվում են, արդյոք հաղթում են պատերազմում։ Մարտի դաշտում ռազմական առումով մենք ապշեցուցիչ հաջողություններ ենք գրանցել, բացարձակ հաղթանակ։ Սենատոր Սեթ Մուլթոնը հեգնում է, Իրանի Հորմուզի նեղուցի շրջափակումը հաղթանակ է։ Նրանք բլոկադայի են ենթարկել այնուհետև մենք բլոկադայի ենք ենթարկել նրանց բլոկադան, ծաղրում է կոնգրեսականը։ Միաժամանակ Պենտագոնի ներկայացուցիչը հայտնում է, թե որքան է նահանգները ծախսել Իրանի դեմ պատերազմում։ Մինչև այսօր էպիկական ցասում օպերացիայի վրա մենք ծախսել ենք մոտավորապես $25 միլիարդ։ Գումարի մեծ մասը սպառվել է զինամթերքի վրա։ Օրենսդիրներից շատերը կասկածի տակ են դնում նաև դաշնակիցների նկատմամբ Թրամփի գործողություններն ու նրա պատերազմ սկսելու փոփոխվող արդարացումները։ Վերջերս այնքան է լարվել Վաշինգտոն-Բերլին հարաբերությունները, որ Դոնալդ Թրամփի խոսքով Միացյալ Նահանգները դիտարկում է Գերմանիայում իր ռազմական ներկայության կրճատման հավանականությունը։ Ավելի վաղ Սպիտակ տան ղեկավարը խստորեն քննադատել էր Գերմանիայի կանցլերին Իրանի հարցում նրա դիրքորոշման համար, հայտարարելով, որ Մերցը բացարձակապես չի հասկանում ինչ է խոսում։ Միաժամանակ Wall Street Journal-ը գրում է, որ Թրամփի վարչակազմն առաջարկում է այլ երկրներին Հորմուզի նեղուցում նավագնացությունը վերականգնելու համար նոր դաշինք ստեղծել։ Ավելի վաղ Թեհրանը հայտարարել էր Օմանի հետ համատեղ նավագնացության նոր ռեժիմ մշակելու ծրագրերի մասին։ Պարսից ծոցի օրվան նվիրված ուղերձում Իրանի գերագույն առաջնորդը հայտարարել է, որ այն պարզապես ջրային տարածք չէ, այլ իրենց ինքնության եւ քաղաքակրթության մաս, ինչպես նաեւ ժողովուրդներին միավորող կարևորողակ եւ համաշխարհային տնտեսության համար կենսական ուղի Հորմուզի նեղուցով եւ Օմանի ծովով։ Թրամփը տարածել է Հորմուզի նեղուցի լուսանկարը Թրամփի նեղուց գրառմամբ։ Թեպետ Իրանի պատերազմը միայն Միացյալ Նահանգներ-Իսրայել տանդեմի դեմ է ու Թեհրանը փորձում է լավ հարաբերությունները պահպանել հարևան երկրների հետ, Իսլամական Հանրապետությունում տարբեր մակարդակներով մեղադրանքներ են հնչում Բաքվի հասցեին Թել Ավիվի հետ Իրանի դեմ սադրանքների համար։
Իրանի հյուսիսային մասի դեմ սիոնիստական ռեժիմի ագրեսիայի ժամանակ ըստ փորձագետների օգտագործվել է Ադրբեջանի օդային տարածքը։ Բացի այդ, տեղեկություն կա, որ օգտագործվել են Ադրբեջանի օդանավակայանները։ Վառելիքը նույնպես մատակարարվել է Ադրբեջանից։ Մենք այս երկրի հետ հարևաններ ենք եւ ցանկանում ենք պահպանել լավ հարաբերություններ, բայց այս հարցերը պետք է պարզաբանվեն։ Մեջլիսի падգամավորն իր ելույթում Իսրայելի դեսպանատներն անվանել է լրտեսների հավաքագրման կենտրոններ եւ պնդել, որ նմանատիպ գործունեությունը ենթադրաբար տեղի է ունենում Հյուսիսային Իրաքում, Աբու Դաբիում ու Բաքվում։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։